Փառք Աստծուն, ողջունում ենք բոլորին։ Փառք Աստծուն, իրականում այդ խոսքի հետ կապված մեր մոտ էլ երբ որ Հռոմեացիս թուղթը սերտում էինք, հիշեցի ես համար աղաջան աղբերը, որ նոր քննարկում էր, որ Աստված զոհ ա ուզում նոր կտականում, բայց կենթանի։ Այն ժամանակ պետք է սպանեին, հիմա կենթանի զոհ ա ուզում։ Որ Աստծո առաջ զոհ լինես, բայց կենթանի, պիտի ապրես, բայց զոհ ես։ Այդ արքիր բան Աստված ուզում մեզանից։ Փառք Աստծուն, Ժորժ ջան, այսօրվա թեման կոչվում է ինչ Աստված տեսնում մեր մեջ, կամ ում է տեսնում, կամ ինչ է ուզում Աստված մեր մեջ տեսնի, սենց։ Ուրեմն ես ասեմ, սիրելիներ, Տիրոջ համար շատ կարևոր է, թե մեր ներսում ինչ է կատարվում։ Տերը միշտ նայում ան։ Եթե նկատում եք, հին ուխտում հիմնականում դրսի հետ կապված շատ բաներ կար կարևորվում էր նոր կտակարանում լրիվ շեշտադրությունը դրված է մարդու ներքնաշխարհի վրա։ Լրիվ մարդու ներքնաշխարհի վրա է ուշադրությունը դրված։ Եվ այսօր ռուսականն էլ հիշեցինք, հիշում եմ, երբ որ Աստված Սամուելին մերժեց, ասեց. Սամուել վեր կաց, յուղը վերցրու մարգարեին, գնա Հեսեի տնից մարդ ունեմ, մի մարդ, որ իմ սրտի համեմատ մարդ է, գնա օծի, անուն չասեց։ Վերջը, Սամուելը գնաց, դե 7 եղբայր կանգնած, Դավիթին է թողել էին դաշտում, հիշում եք։ Վերջը, սկսեց հերթով, գնալ առաջինը Եղիաբին, որ տեսավ երևի ամենաթափով, տենց դրբով, անտիր, տենց վիճակ էր, Սավուղի պես։ Հենց տեսավ, ասեց, ինչքան, այս ինչ հզոր Աստծոյցյալ, մի անգամ ռեակցիա տվեց, դաժե Աստծուն չէր հարցրել Սամուելը, իրա ճիշտ իրա կարծիքը, իրա աչքերով, Աստված ասեց, ես իրան անարգել եմ, հեսում ես նայում, դու նայում ես, մարդը նայում է տեսքին, Աստված նայում է մարդու սրտին, ամեն, Աստված նայում է մարդու ներքնաշխարհին, իհարկե բոլոր եղբայրներին գնաց, դյուժելի դրանցից մեկը մեկից լավն էր տեսքով երևի, բայց ոչ մեկի, Աստված ասեց դրանցից ոչ մեկի չեմ ընտրել, ասեց էլ տղա չուներ, հիշում եք, դաշտից բերեցին, Դավիթին օծեց, ու Դավիթի համար հետաքրքիր վկայություն է տալիս, ասում է, այս Դավիթը իմ սրտի համեմատ մարդ է, որը բոլոր իմ կամքը պիտի կատարի։ Ես այս բառերի վրա ուշադրություն չի դարձրել առաջ, չի ասում կիսատ պրատ, ոնց որ աղաջան եղբայրն ասես, բոլոր իմ կամքը պիտի կատարի։ Ռուսերենում ասում է լրիվ մայով всё хотение, իմ բոլոր ցանկությունները պիտի կատարի։ Կա որ մեկը մի բան ասում է, անում ես, բայց կա որ չի էլ ասել, բայց իր սրտի ցանկությունը իմանալով անում ես։ Դավիթը այս տիպի մարդ էր։ Գիտեք, զգում էր Աստծո սրտի ցանկությունները, դաժե սկսում էր մտածել, Աստված ասում էր, հավանում եմ քեզ։ Այդ որ մտածեցիր իմ տաճարը սարքես, արդեն հավանում եմ քեզ։ Հա, հիշում եք, չէ՞, սիրելիներ։ Աստծո սրտի ցանկությունները կատարող մարդ էր։ Այդ դրա համար էլ գրված է, որ իմ սրտի համեմատ մարդ էր, սիրելիներ։ Աստվածը նենց էր անում, գիտեք, շատ իր կողքի ընկերներ իր սրտի ուզածն էին կատարում։ Մի օր ջուր ուզեց, հիշում եք, սիրելիներ։ Այն ես լավ կլներ են սառնորակ աղբյուրից խմեի Բեթլեհեմի։ Գնացին կյանքները վտանգեցին այդ ջուրը բերեցին։ Ասում եմ հետարքիր է ինքը Աստծո սրտի ցանկություններն էր կատարում։ Աստվածը իր կողքը դրել էր մարդիկ, որ իր ցանկություններն էին կատարում։ Ուղղակի ցանկանում էր մտքի մեջ ու Աստված այդ բաները կատարում էր։ Լավ սիրելիներ, Դավիթի հետ կապված Աստծո սրտ ու հետարքիր է ինքը էտալոնի պես Աստված համեմատում է բոլոր թագավորներին Դավիթի հետ։ Ուշադիր եղեք բանը թագավորած գրքերը մնացորդած գրքերի մեջ ասում է, այս թագավորը Աստծո կամքը կատարեց, հաճելի էր Աստծուն, բայց իմ Դավիթ ծառայի պես չէր։ Այսինքն սաղին Դավիթի հետ համեմատում, հա, այսինքն մեջների էտալոնը Դավիթն էր։ Սաղին Դավիթի հետ համեմատում է սաղ թագավորներին, որը անում էր, ասում նա Դավիթի պես սրտով կատարյալ քայլեց իմ առաջ։ Բայց նոր կտակարանում, Ժորժ ջան, էտալոնը փոխվում է։ Օրիգինալը, օրինակը փոխվում է, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ամեն Ժորժ ջան։ Եվ ուզում եմ այստեղը բացենք Մատթեոս 7:21-ի մեջ։ Վերջի օրը, երբ որ մարդիկ բոլորս կանգնենք Աստծո առաջ, շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ զորություններ գործեցինք։ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք կամ հեռու գնացեք բոլոր աներունություն գործողներ։ Հետաքրքիր սիրելիներ, ես կարծում եմ վերջի օրը Աստված չի ուզում բոլորիս համար անակնկալ օր լինի։ Միջև այդ բավականին տեղեր կա գրված,
որոնք մոտարապես պատկերացնում ենք ինչ հարցեր պետքա տրվի մեզ։ Ամեն Ժորժ ջան։ Օրինակ, ստեղ հեսա կտեսնենք։ Օրինակ տեղեր կա ասում այսօր Վեներակուրը ինձ հիշացրեց, որ տեղեր կա ասում որ հարսանիքին հանդերձ չեր հագե, հանեցեք դուրս։ Պատրաստված չեր եկե, Աստծուց տրված այդ արդարության հանդերձները չեր հագե։ Տեղեր կա ասում անունը գրված չէր, չէ՞։ Այստեղ մոտորապես օրինակներով ասում որ պատկերացնենք ինչ է սպասվում մեզ ընդեղ, որ հանկարծակի չգանք։ Ու Փառք Աստծո հիմիկվանից լսում ենք։ Տեսեք ինչ ասում։ Ոմանք կգանք ասեն, երբ որ կանգնեն Հիսուսի առաջ։ Տեր քո անունով մարգարեացել ենք, դևեր ենք անել, զորություններ են գործել, հրաշքներ են արել։ Ու ասում սա չափանիշ չի, երաշխիք չի, որ դու մտնես Աստծո թակավորություն։ Այսօր ինչքան մարդ ուզում ես ցույց տաս, ինձ զորություններ է գործում, մարգարեություններ է անում, դա երաշխիք չի, որ իրան ազատ մուտք կլինի Աստծո թակավորություն։ Դա չի ապահովում ազատ մուտքը։ Ամեն Ժորժ ջան։ Դա պարգևներ է, որ Աստված իրանց մեջ կարա օգտագործի, բայց տեսեք ինչ ասում Հիսուսը. ես պարզ կասեմ նրանց, չեմ ճանաչում ձեզ, չեմ ճանաչել դաժե։ Ինձանից հեռու գնացեք անօրինություն գործողներ։ Եվ շատ էի մտածում սրա վրա, ասել են իմ հետաքրքիր այդ հայտնությունը, որ եկավ հենց մեջս, սա էր։ Իսկ ո՞նց է Հիսուսը ստենալու ասել, ճանաչում եմ թե չէ։ Մի հատ բեմադրություն էին նայում, Պարսկաստանում էին անել, հոգևորները ռեշտակների առաջ կանգնած, անունը նայում են իրա, ման են գալի կյանքի գրքում, չեն կամ գտնեն, երևի տեսել եք։ Հա վերջում ասում է ինձի աշխարհում այս անունով էլ են ասել, կարող է այդ անունն ատե գրած իր իսկական անունն ազգանն է կարդում, չկա։ Ասում ինձ սենց էլ են ասել, կլիչկա եմ էլի, ասել ունեցել։ Սինք սխալվել է, էլի Աստված միամիտ սխալվել է, անդե կարող է կլիչկով են գրել հիմա։ Աստված չի սխալվում Ժորժ ջան, ամեն, եւ այդ ճանաչելն էլ չի լինի, որ քեզի շփոթի ինչ որ մեկի հետ։ Դու ես, ամեն մարդ Աստծո համար ունիկալ է։ Եվ երբ որ ասում չեմ ճանաչել դաժե, ես միշտ մտածել եմ, երևի ճանաչելա, հետո մոռացել Աստված։ Չի ասում ընդհանրապես չեմ ճանաչել։ Ու իմ հայտնությունը սա էր, որ Տիրոջից եկավ մեջս։ Հիսուսը ում մեջ ինքը իրան տենա, լսում եք սելն, ում մեջ Հիսուսը ինքը իրան տենա, այդ մարդուն ինքը ճանաչում է։ Ու ամբողջ հայտնության հետ կապված այսօր սրա մասն եմ խոսալու։ Արդյոք Հիսուսը քո մեջ է։ Արդյոք նա կենդանի է։ Պողոս առաքյալը հետաքրքիր բառեր ասում ես մեռա մեղքի համար, այս աշխարհի համար, եւ այլևս կենդանի եմ, ոչ թե ես, այլ Քրիստոս կենդանի է իմ մեջ։ Ամեն Ժորժ ջան։ Երբ որ Սկևայի որդիները կհիշեք, լսեցին Պողոս հրաշքներ անում Հիսուսի անունով եւ եկան իրանք էլ ուզեցին հրաշքներ անեն, ասեցին Այդ Պողոսի քարոզած Հիսուսի անունով երդմեցնում ենք, հրամայում ենք դևեր դուրս եկեք, հիշում եք, այդ մի մարդ այդ 7-ին ծեծեց, շորերները ճղեց, հիշում եք, սերներ, խայտարակ ձևով փախան։ Բայց երբ որ իրանք այդ հրամայում էին, ինչ էին ասում դևերով այշում։ Հիսուսին գիտենք։ Պողոսին էլ գիտենք։ Բա դուք ով եք։ Հոգևոր աշխարհը ասում է Հիսուսին գիտենք։ Ոչ մենք գիտեն, այլ սարսափում ու դողում ամբողջ հոգևոր աշխարհը Հիսուսի անունից։ Պողոսին էլ գիտենք։ Բա Պողոսին ո՞ս գիտեն։ Այդ նույն Հիսուսը Պողոսի մեջ էր։ Եթե վերջնական վերցնենք, իրանք ճանաչում են Հիսուսին ու սարսափում են Հիսուսից։ Այդ Պողոսին էլ որ ճանաչում են, Հիսուսը նրա մեջ լինելու պատճառով է որ ճանաչում են։ Ամեն Ժորժ ջան։ Գրված այն հոգին, որ մեր մեջ է, ավելին է, քան թե աշխարհի միջինը։ Աստծո մեր մեջ բնակվիլը գիտենք մեր մեջ, Սուրբ Հոգու միջոցով, որ մեզ տրվեց։ Ամեն Ժորժ ջան, Տեր եկել է մեր մեջ, սիրելիներ։ Տերն եկել է բնակվելու մեր մեջ։ Բայց եկեք տեսենք ինչ անհանգստացնող բաներ կա, որ Աստված մեզ ուզում անհանգստացնի այսօր։ Եվ առաջի Կորինթացիս 2 գլուխ առաջի խոսքի մեջ ասում է. եղբայրներ, ձեզ մոտ եկա ոչ թե խոսքի իմաստությամբ, գերազանցությամբ Աստծո վկայությունը պատմելու, միտքս չդրի որևէ ուրիշ բան իմանամ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոս, այն էլ խաչված։ Ձեր մեջ ասում որ գալիս եմ, սիրելի եկեղեցիներ, չեմ ուզում ուրիշ բան պատկերացնեմ, մտածեմ, տենամ, այլ ուզում եմ միայն Հիսուսին տենամ, տենել խաչի ելած։ Ամեն։ Հիսուս եմ ուզում ձեր մեջ տենամ։ Սիրելի եկեղեցի ասում Հիսուս եմ ուզում ձեր մեջ տենամ։ Մյուս Կորինթացիս եկեղեցուն ինչ ասում։ Այդ տեղն եմ ուզում։ Իմ ворթյակներ,
ձեզ ասում եմ, որ նորից ծննդական ցավ եմ քաշում, միջև Քրիստոսը ձևակերպվի ձեզանում։ Պողոս առաքյալը ցավերի մեջ էր, իհարկե մենք գիտենք, տղամարդ չի հասկանա ինչ բանա ծննդական ցավեր, բայց Պողոսը հասկանում էր։ Երևի այդ ցավերը հոգևոր շատ հոգևոր վիճակով այդ բանով պատկերացնում, ասում եմ, ես տես ցավ եմ, մոտորապես նկարագրում է, այդ ձև ցավ եմ քաշում, միջև Քրիստոսը ձեր մեջ լրիվ իր հասակով, իր լրիվ կերպարանքով ձևակերպվի։ Ամեն ժողովրդյան։ Այսինքն մենք տեսնում ենք նույնը Պողոսի ասածը, նույնը առաքյալների, ես կտեսնենք Պետրոս առաքյալինը նույնպես, ասում է ձեր մեջ ուզում ենք, որ նա ձևավորվի, նա լինի, Աստված ուրիշ բան մեր մեջ չի ուզում տեսնի, այլ ուզում է իր որդու պատկերը տեսնի, իր որդու լրիվ հասակը, իր որդու նմանությունը տեսնի մեր մեջ, հալելույա, այդ այսօր ռուսականն է պատմեցի, բոլորդ գիտեք, երևի լսել եք, երևի հենց ձեզանից լսել եմ, չեմ մանում, որ մարդիկ ասենց հերթով կանգնում են, տարբեր մարդիկ, ուրեմն հարց է իրանց տրվում երկնքում, Հիսուսին ճանաչում ես, ասում են, իհարկե ճանաչում ենք, ասում են գնացեք ձախ, զարմանում են, ու տենց քանի հոգի ասում են, Հիսուսին ճանաչում եք, ասում են գնացեք ձախ, աշ չի ուղարկում, չի ասում մտեք թագավորություն, վերջը, մի հատ տատիկ է կանգնում, ասում են Հիսուսին ճանաչում ես, ասում են քեզ իմ տիրոջը ոնց կարելի է չճանաչել, Հիսուսն էր հարց տվողը, մարդկանց հարցա տալի ճանաչում եք Հիսուսին, ասում են հա, բայց իրանց դեմ կանգնացին, որ իրական Հիսուսն էր չեն ճանաչում, դա բառ է ուղղակի ճանաչում եմ, բայց այս տատիկը ճանաչում էր, հալելույա Տիրոջը, այսօր շատ կարևոր է, որ իրականում, երբ որ կանգնենք նրա առաջ, նա մեզ ճանաչի, ասում են իմ գառները, իմ ձայնը ճանաչում են, իմ գառները գալիս են իմ հետևից, իմ գառները օտարի հետևից չեն գնում, ամեն ժողովրդյան, հիմա կարող ասեք, բայց ոնց ալնում, որ մեկը մոլորվում է, ոնց ալնում, ես այդ դրանք էլ կնայենք, սիրելներ, ուրեմն շարժվենք առաջ, սիրելներ, առաջի երկրորդ Պետրոս, առաջի գլուխ 3 խոսք, կյանքի աստվածապաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տվեց ասում Աստված, և նրա գիտությունով, և մեզ կանչեց փառքով առաքինությունով, որով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ, 4-րդ խոսքի կեսը, հետաքրքիր ասում են, կյանքի համար ինչ պետքա Տերը մեզ տվել է, ռուսեն ասում է, всё потребно, ինչ պետքա քեզ, կարիք ունես, կյանքի և աստվածապաշտության վերաբերյալ Տերը ամեն բան ասում է մեզ տրվել է, իր փառքի գիտություն ու փառքով հրավիրել է քեզ, հետնել հրավիրելուց հետո մեծ խոստումներ ա տվել քեզ, դու իմ ժառանգորդն ես, իմ հետ ժառանգակից ես, հավիտենական կյանք ունես, ամեն լիքը խոստումներ սենց կա, ու այդ սաղի նպատակը որն է, որ Տերը արել է մեր կյանքում, ուշադիր եղեք, ասում ես ամեն խոստումների հետ միասին, որ մեզ տրվել է, որ դրանով, այս ամենով, որ արնում Աստված, հաղորդակից լինենք իր աստվածային բնությանը, աշխարհի ցանկությունից առաջ ապականությունից փախչելով, հետաքրքիր Տիրոջ նպատակը, որ այդքան փառքով հրավիրել է, փրկել է քեզ, հզոր պատվական խոստումներ է տվել, ասում եմ մի բանի համար, ուզում եմ իմ բնությունը գա քո մեջ, ուզում եմ իմ բնությանը հաղորդ լինես, որ զգաս ինչ եմ ես զգում, Դավիթի պես, չէ՞ ոնց է Դավիթը լրիվ Աստծո ցանկությունները ուզում էր կատարել, զգում էր, դաժե ասում էր Տեր ում ատում ես, ես էլ եմ ատելու, քո թշնամին իմ թշնամինը, պատկերացնում եք սենց նո, էդի հին ուխտում էր, բայց Դավիթն էլ ուզում էր ապրել, զգար ինչ որ Աստված է զգում, եւ ասում է, ես ուզում եմ իմ բնությանը հաղորդակից լինեք, բայց գրված է հետնել միասին, որ այդ բանը չենք կարող անենք, եթե աշխարհի մեջ եղած ապականությունից, մեղքից չփախչենք։ Տերն ասում է պետքա փախչես մեղքից, որ իմ բնությանը հաղորդ լինես։ Պողոս առաքյալը զուր չի, որ ասում է չեք կարա հաղորդ լինեք իմ սեղանին եւ դևերի սեղանին։ Հիշում եք, չեք կարա իմ սեղանից է խմեք, դևերի սեղանից է։ Այս աշխարհի մեղքից էլ օգտվեք, ինձ էլ հաղորդ լինեք, չեք կարա։ Չեք կարա, գիտեք Հիսուսը փարիսեցիներին Երբ որ ասում են Աստված մեր հայրն է, Հիսուսն ասում էր Սատանան է ձեր հայրը։ Հիշում եք, համարձակ առանց խնդրի։ Եվ իհարկե ջղայնացան ատամները կրճտացրին, ասեց եթե նա լիներ ձեր հայրը, ասենք դժվար չի էլի ճանաչել ով է իր երեխեն, ով չի իր երեխեն, հասկան։ Ասում է իր երեխեքը կսիրեին ինձ։
Եթե Աստված լիներ ձեր հայրը, դուք լավ բան կանեիք ինձ, բայց դուք ուզում եք սպանեք։ Ատամները կրճտացնում եք ին վրա։ Ձեր գործերով չէ ուզում եք ինձ սպանեք։ Սատանան է ձեր հայրը։ Նա ստության հայրն է, դուք եք ստության մեջ։ Ուրեմն նա է ձեր հայրը։ Գիտեք Հիսուսը գրված է շատ պարզ կասեմ, չէ՞ վերջում ասում նրանց վերջում շատ պարզ կասեմ։ Հերվից չեմ գա, էլի շատ պարզ կասեմ, որ ես ձեզ չեմ ճանաչել։ Եվ Հիսուսը հրեաներին տվեց հասկանալու այս բանը, որ ժամանակն է ապաշխարելու։ Հերիք ասեք Աբրահամն է մեր հայրը։ Հերիք ասեք Աստված է մեր հայրը, բայց Աստծուց ոչ մի կտոր չկա ձեր մեջ։ Աստվածային բնությունից ոչ մի նշույլ ձեր մեջ չկա։ Եվ այսօր այս նույն բանը մեր կյանքի հետ կապված ելներ։ Աստված ուզում է իր բնությունը տեսնի մեր մեջ։ Երբ որ ասում ենք Հիսուսին, ինչ նկատի ունենք Հիսուսին, ուզում է մեր մեջ տենա Հիսուսի արժեքները, Հիսուսի մտածելակերպը։ Ասում այն նույն միտքը ունեցեք, որ Հիսուսի մեջ էր, որ հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, հպարտությամբ փառավորվելու մասին չմտածեց, այլ իր անձը խոնարհեցրեց։ Այդ միտքը ունեցեք ձեր մեջ։ Եվ Քրիստոսի արժեքները ունեցեք ձեր մեջ, սիրելիներ։ Այն որ Արմեն եղբայրը մեր եղբայրներից մեկին բացատրում էր, էլի ավտո ծախել, վերջնելու գործով էր զբաղված։ Ասում էր եղբայր, ես իմ կյանքում այս պրինցիպները տիրոջ պահել եմ, երբ որ այս բիզնեսն արել եմ, այն բանն արել եմ։ Ինչ որ ուզում ես մարդիկ քեզ անել, նույնը դու արա, չխափես։ Դաժե կարող է այդ պահին հաջողի գործը, բայց անեց կա բերելու դա։ Չանես այդ գործը, կան արժեքներ տիրոջից, որ այդ արժեքները ոտի տակ չգցես պահի, ու ասում Աստված ինձ օրհնել է միջև հիմա։ Հալելույա տիրոջը։ Դրա համար երբ որ ասում ենք Քրիստոսին տեսնենք, նկատի ունենք նրա միտքը մեր մեջ, ամեն, նրա արժեքները մեր մեջ, նրա պրինցիպը, սկզբունքները մեր մեջ։ Տեր ուզում այս ամենը տեսնի մեր մեջ։ Եվ տեսեք ինչ ասում, այս բանի համար ամեն ջանք արեք, որ ձեր հավատքին առաքինություն ավելացնեք։ Առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուժկալություն, ժուժկալության վրա համբերություն եւ աստվածապաշտություն, աստվածապաշտության վրա եղբայրասիրություն եւ սեր, արդեն բոլորի նկատում։ Այս ամենը ինչից է, ումից է գալիս ելներ, իր բնությունից։ Այս իր բնությանը հարազատ բաներ է։ Ատելությունը, նախանձը Աստծո բնությանը խորտ բաներ է։ Ով ամեն ասում։ Եղել է որ անավատ մարդու հետ շփվում ես, նես բաներ անում, քեզ ունես խորթ է դա։ Շատ ձիկի է, չէ՞ քո, որովհետև մենք եղել ենք, այտենց պրոստը ապաշխարե փոխվել ենք, արդեն մեզ հարազատ է Աստծո բնությունը։ Դրա համար տենց բաները շատ օտար է մեզ երևում, սիրելիներ։ Տերն ասում է ինչ որ իմն է, համբերություն, ժուժկալություն, աստվածապաշտություն, սեր, այս իմ բնությունը ուզում եմ հաղորդել ես սրան։ Այս բնությունը ուզում եմ քո մեջ ձևակերպվի։ Եվ տեսեք ինչ ասում, եթե այս բաները ձեզ մեջ մնան, ռուսերենում ասում են, եթե այս բաները ձեր մեջ կան, հարցականի տակ է, եթե այս բաները ձեր մեջ կան եւ աճում են, դատարկ, անպտուղ չեք մնա Տեր Հիսուս Քրիստոսին գիտությունով կամ ճանաչելու մեջ, այո, մյուս թարգմանության մեջ գրված է։ Ժողովուրդ, էլի շեշտադրություն ինչի վրա դնում իրան ճանաչելու։ Ես հավատում եմ, նրան մեզ ճանաչելը, որ վերջում ասում եմ ճանաչում եմ, կախված է մեր նրան ճանաչելուց։ Ամեն։ Հալելույա Տիրոջը։ Եվ ասում եմ, եթե սրանք մնան ու աճեն, սելի քորից եղբայրս հաստատ սրանք Սուրբ Հոգիով մեր մեջ կան։ Գրված Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգիով։ Եթե Աստծո սերը նաև այդ մնացած բաները համբերություն, ասում եմ, բայց ջանքները դրած, աշխատեք, որ սրանք ապնավելացալն են, նորոգվեն, աճեն, բարձրանան, շատանան, ինչի համար, որ նրա պոլնի հասակը մեր մեջ լինի, այդ լրիվ նմանությունը մեր մեջ ձևակերպվի։ Պողոս ասում է, դրա համար ցավ եմ քաշում, որ այդ բանը կատարվի, ձևակերպվի Քրիստոս։ Մի ուրիշ տեղ սերներ, ասում է, Եփեսացիս 4:11-ն է, ասում է, Տերը եկեղեցու մեջ դրեց առաքյալներ, չէ, հովիվներ, ավետարանիչներ, պարգևներն ասում։ Ես մի բան ասեմ, որ գնանք երկինք, ես չեմ կարալու մտնեմ իմ կոչումով ընդեղ։ Ասեմ բարև ձեզ, ով ես, Տալյատի հովիվն եմ։ Այս ինձ մուտք չի ապահովելու։ Ով ամեն ասում, որ հովիվ ես դեռ մուտք չի ապահովելու։ Ավետարանիչս չգիտեմ, պարգևները նրա համար չեն, որ թագավորություն մտնենք։ Գրված այդ պարգևները Տերը տվեց, որ եկեղեցին շինվի, եկեղեցին աճի, նազիդացա շինվի,
բոլորս հասնենք հավատքի միաբանությանը Քրիստոսի կատարյալ հասակը ունենալու։ Այդ լրիվ նմանությունը, որ մեր մեջ լինի։ Ամեն Ժորժան։ Այ հովիվները ծառայում, դրա համար են ծառայում, որ եկեղեցին բարձրանա այդ նմանությանը։ Բոլորս մեկանանք այդ նմանությանը, որ Քրիստոս ձեր մեր եկեղեցու մեջ ձևակերպվի։ Սա է ծառայողների գործը, Ժորժան։ Եթե դու ես ծառայող հասկացի, քո նպատակը սա պետք է լինի, որ եղբորս քրոջս մեզ Քրիստոս ձևակերպվի, նրա նմանությունը իր մեջ լինի։ Ալելույա Տիրոջը։ Շատ անգամ մենք ուզում ենք իրան փոխենք, բայց Ժորժան, իրան Պողոսի պես փոխել պետք գրված է, դու պետք է մեռնես այս աշխարհի համար, որ նա ապրի քո մեջ եւ նրա միջոցով ապրես։ 9-րդ խոսքը։ Բայց նա որ նա ում մոտ այս բաները չկան, այս բաները չունի։ Կույր եւ կարճատես է, որ մոռացել է իր առաջվա մեղքերի սրբվելը, մաքրվելը։ Պաստորեն սս բան թույլ է տալի, որ ում մոտ չկա։ Պաստորն ինքը հավատացյալ է, գալիս է եկեղեցի, բայց ում մոտ այս բաները աստվածային բնության, այս բաները չկա, ասма առնվազը կամ կույր է ինքը, Ռուսենի մեջ ասма ինքն է իր աշկերը փակել, որ չտենա։ Закрыл свои глаза, փակել է իր աշկերը, որ չտենա, հետնել, մոռացել է Հիսուսն ինչ արի իր համար։ Խաչի վրա, իր մեղքերը ներելով։ Ժորդ, մենք գալիս ենք, սկզբից շատ ուրախ ենք, խոսում ենք շատ, որ Հիսուս խաչի վրա մեր մեղքերը ներել է, բայց դրանից հետո продолжение է, ոնց է շարունակություն կա։ Նա չի ներել իմ մեղքեր, որ գնամ աշխարհ նոր շարունակեմ իմ մեղքերով ապրել։ Տերը չի ներել մաքրել իմ մեղքերը, սնել շատերին Հիսուսը որ բժշկում էր, ներում էր, հիշում եք ինչ էր ասում, գնա, այլևս մեղք մի գործի։ Այսինքն ես չեմ ուզում շարունակես մեղքիդ կյանքը։ Գնա այլևս մեղք մի գործի։ Դաժե հիվանդին բժշկում էր, ասում էր գնա այլևս մեղք մի գործի, որ ավելի չար բան չպատահի քո հետ։ Այսինքն Տիրոջ նպատակը, որ դու դից շարունակություն ունենաս, գնաս առաջ նմանվելու Հիսուս Քրիստոսին, որ նրա նմանությունը լինի քո մեջ։ Ամեն Ժորժան։ Եվ ստեղ ասում է, դաժե մարդը, որ չկա այս բաները, դաժե մոռացել է իր մեղքերի մաքրվել, դաժե մոռացել է Հիսուսը խաչի վրա ինչ արել իր համար։ Այս բաները ինքը մոռացել է ու կուրացել է։ Սրա համար եղբայրներ ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատեք, որտեվ սա անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի, որովհետև սրանով ձեզ առատ, ազատ իրավունք կշնորվի մտնելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայության մեջ։ Ես մեկ-մեկ կարդալուց Ժորդ, մի քանի բառ սենց իրար կողավեցնում եմ, գիտեք ինչ, մի քանի թարգմանության բան միացնում եմ իրան։ Այն մի թարգմանությամբ այս բառնագրած այն մյուսում սենց միացնում եմ մեկ, որ общий բան լինի։ Առատ, ռուսերենում ասում է свободный вход, Царство Небесное, ազատ մուտք, ստգրված է առատորեն իրավունք։ Կա չէ, որ իրավունք կա 100 հատ պատճառս գտնում, այս մարդ իրավունք ունի սենց անելու, թե չէ։ Գրված է երկնքի թագավորություն մտնելու համար, եթե սենց անեն։ Առատորեն իրավունք, դաժե չեն մտածի, դաժե մի վարքյան անգամ չեն կասկածի, այլ կասեն մտի։ Մտի քո հոր թագավորության մեջ, որ դեպքում, ովքեր Քրիստոսի բնությանը հաղորդ են, եւ ամեն ջանքները դրած են, որ Հիսուս ձևակերպվի իր մեջ։ Քրիստոսի բնության էս արժեքները ձևավորվի իրանց մեջ։ Եղբայրասիրություն, սեր, համբերություն, սա Աստծո բնությանը հաճելի եւ նրա բնությունից բխող բաներ են սիրներ։ Տերն ասում է սրա վրա ջանք արեք եւ ձեզ ազատ իրավունք պիտի շնորհվի։ Ծառայողներ են եղել, որ պատմել են իրանց շատ չեմ, բայց լսել եմ։ Կլինիկական մահեր են տարել։ Իրանք շատ հայտնի են, որպես ավետարանիչներ տարբեր։ Եվ իրանք պատմում ասում է, ասենց հերթով կանգնած էինք լինում, ու ասում է, որ հերթը ասավ, ասում է, հերթը ասավ, որ իմ հարցը որոշվի, մտնեմ թագավորություն թե չէ, ասում է, Տերը իր, ասում է, թեքվում էր։ Եվ ասում է, հասկանում էի, որ դեռ ես պատրաստ չեմ, չեն թույլ տա մտնեմ։ Ու ասում է, հետ ուղարկվեցի նորից մարմնի մեջ։ Եվ ասում է, եկել ենք զարմացած, այսքան տարի ես ծառայել եմ, այսքան տարի sense բաներ եմ արել, ունդեղ կասկածում էին, թեքվեցին, պատրաստ չէի մտնելու Աստծո թագավորություն։ Սիրելիներ, ես հավատում եմ անակնկալ հանկարծակի բաներ ընդ մտնելու ժամանակ չի լինելու։ Ով ամեն ասում։
Հանկարծակի բաներ ելնելու է, թե ով առաջինը, ով վերջինը, շատ բաներ տենց ելնելու է, ծածուկ բաների հետ կապված լինելու է։ Բայց քո մտնելու հետ կապված դու նախորդ ամեն ինչ պետք է լսես ու գիտես, ով ամեն ասում։ Որտեվ եթե քո մեջ Հիսուս կա, Տերը քեզ ճանաչելու է։ Դու էլ իրան ես ճանաչելու։ Որտեվ այն որ քո մեջ է, ինքը քո Տերն է, ինքը քո առաջ է լինելու։ Եվ ստեղ հետաքրքիր բան ասում, սերներ, ուզում եմ շարունակեմ։ Սա բացեմ։ Եկեք բացենք մի հատ Ադամ եւ Եվայի հետ կապված կարդանք։ Կարող ասեք ինչ կապ ունի։ Լավ էլ կապ ունի։ Երկրորդ գլուխ 22 խոսքից։ Եհով Աստված Ադամի կողի ոսկորը, որ Ադամից վերցրել էր, վերցրեց եւ մի կին շինեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Հիշում եք, միջև այդ կենթանիներ բերեց, համապատասխան օգնական չգտնվեց։ Օրինակ արչին նայում էր, ոչ մի ընդհանուր բան չէր տենում իր բնության, արչի հետ։ Այսօր շատերն ասում են կապիկները այնքան նման են, մարդուց են առավ։ Մարդիկ ուզում են կապիկի բնությունը, իրանց բնությունը մեկացնեն։ Մեկ ասել էր, դասատուն ասել էր, կապիկից ենք առաջացած, ասել էր, դու կարող ես, ես չէ հաստատ։ Ես հաստատ չէ։ Եվ հետաքրքիր ասելներ, Ադամը ամեն մեկին ասում էր, դու արջ ես, մեկին ասում էր, դու առյուծ ես, վերջ, ամեն մեկին անուններ էր, ու ասում այդքանի մեջ իրեն համապատասխան օգնական չգտնվեց, հիշում եք։ Եվ Ադամը քնած ժամանակ կողի ոսկորից Տերը շինում է Եվային եւ բերում է Ադամի առաջ։ Եվ Ադամը երբ որ տեսնում է, ինչ ասում։ Սա ոսկոր է իմ ոսկրից, մարմին է իմ մարմնից, սրան կկոչեն կին, որովհետեւ մարդուց ինձանից վերցվեց։ Իմ մեջից դուրս եկավ, ինձանից վերցվեց։ Ինչ է կարծում, քնած էր դաժե Ադամը չէր իմացել։ Բայց այնքան հետաքրքիր է մարդուն Աստված ստեղծել, եթե այնի քո հետ նման է նույն բանն եք, նույն մեկ է, քեզանից վերցված է, ինքը վրաս ճանաչեց։ Ոնց կարա Հիսուսը սխալվի, ինքը մեկը կանգնած լինի, ինքը իրանն է թե չէ։ Ոնց կարաս դու սխալվես, ինքը քո Տերն է թե չէ։ Ով ամեն ասում։ Սա դժվար է սխալվել։ Հիսուս դրա համար ասում, իմ գառները իմ ձայնը ճանաչում են։ Իմ գառները օտարի հետևից չեն գնում։ Երբ որ տեսավ, այս բանն ասել, էսի արդեն արջ չի, էսի արդեն գալ չի, էս ինձանից է վերցած։ Ինքը իմ մեջ ա եղել, ինձանից է վերցվել։ Նրա անունը կին կոչվի, որը կյանք է, չէ նշանակում։ Սրա համար մարդ ու մարգարեացավ, սրա համար մարդ կթողի իր հորը, մորը եւ մաման լավ է, պապան շատ լավ է, մեզ մեծացրել են, օրհնում ենք, բայց գրված է կմիանա իր կնոջը եւ նրանք մեկ մարմին կլինեն։ Մեկ են իրանք։ Ովքեր են ամուսինները, ասա մենք մեկ ենք, եթե կողքդ նստած։ Դուք մեկ եք, Աստված տենց է ստեղծել։ Դուք առանձին եք, բայց Աստված որպես մեկ մարմին է ձեզ տենում։ Հիմա կասես, արտաշեղբայր, այս ինչ կապ ունի մեր հետ։ Հիմա տեսեք, եկեք բացենք այս նույն բանը գրված է Եփեսացիս 5-րդ գլխի մեջ 29 խոսքից։ Ոչ ոք իր անձը չի ատում, այլ կերակրում է, պահում է նրան, ինչպես Տերը եկեղեցին։ Ասում է ձեզանից ոչ մեկ իր մարմնի համար, ինչքան էլ չաղ լինենք, ինչքան էլ ինչ անենք, մենք սաղս մեր մարմինները լավ էլ սիրում ենք։ Ամեն, լավ էլ հետևում ենք։ Հասվատը ես իմով պիտի լինի, որ վավշը չհետևի։ Գրված ամեն մեկը իր անձը, Ռուսենում գրված է իր մարմինը սիրում է, կերակրում է, պահում է իրան, սնուցանում է։ Տեսեք ինչ ասում, որ ինչպես Տերը եկեղեցին, որտեղ մենք եկեղեցին ուշադիր եղեք, նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ենք եւ նրա ոսկորներից։ Ադամի ասածները հիշում եք, սա ոսկորը իմ ոսկրից, մարմինը իմ մարմնից։ Եվ խոսքը ասում մենք էլ ենք նրա մարմնից եւ նրա ոսկորներից։ Հալելույա։ Սրա համար մարդը կթողի իր հորը, այդ նույն բանը ընդեղի, կթողի իր հորը, մորը եւ կնոջը կհարի եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես խոսում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վրա, Պողոս առաքյալն ասում է։ Այդ նույնը ինչ կատարվեց Ադամի հետ, ասում այս խորհուրդը եկեղեցու եւ Քրիստոսի հետ է նաեւ կապված։ Հալելույա։ Միտեղ գրված է, եթե մեկը մարդկին մոտենում են կամ ինչ որ մեկը մեկին մոտենում են, մեկ են լինում, գրված է մենք որ Տիրոջը մոտենում ենք նրա հետ մեկ հոգի ենք լինում,
ով ամեն ասում։ Երբ որ մեկ հոգի ես, Աստված չի կարող առանձնացնել, ինքը տենում է մեկ հոգի։ Հալելույա Տիրոջը։ Աղջան եղբայրներ մի օր ընտանիք թեմաներ մեր մոտ տալի, շատ լավ բան բացատրեց, ասում է, երբ որ մեկ են, չես կարող առանձնացնես։ Այնքան խառնա, ականջաշ, սա խառնված է։ Մեր երեխեքի մեջ էլ որ ծնվում է մի քիչ մամայից, մի քիչ պապայից, սա խառնա։ Չես կարող տոշնի ասես լրի մամայից է վերցրել, չէ, խառնա։ Խառնված։ Գիտեք, երբ որ մենք մեկ ենք, Աստված տենց էլ տենում է։ Այն որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Թող մարդը չառանձնացնի։ Մամա ասենի, պապա ասենի, չգիտեմ ով, դուք մեկ եք։ Նրա մաման էլ է քո մաման, նրա պապան էլ է քո պապան, ով ամենաս, դուք մեկ եք։ Զոքանչը զորնակ ինձ տուն անվիր է։ Ասում եմ զոքանչ մայրիկ, զոքանչ շեշտում եմ, զոքանչ մայրիկ։ Սրա համար, ուրեմն ուշադիր եղեք, նույնը Հիսուսը Ադամի պես երբ որ նայում է իր եկեղեցուն եւ վերջի օրը ինչ կասի եթե այդ մարդը արչա կասի վայ դու սիրելի եկեղեցի չէ արչա ինքը իր հետ կապ չունի գայլա աղվեսա հիշում եք Հիսուսն ասում է գնացեք այդ աղվեսին ասեք Հերովդեսին աղվեսները այնտեղ գործ չունեն աղվեսները Աստծո տան մեջ գործ չունեն այդ բնության մարդիկ, խափող, խորամանկ, բայց Հիսուսը իր հարսին ճանաչում է, ով ամեն ասում, երբ որ իր առաջ կանգնեն, որ երբեք չկա, Հիսուսը ինքը իրան չի տենում ընդեղ, իրանց մեջ, ոնց կար ասի, սա ոսկորը իմ ոսկրից, սա մարմինը իմ մարմնից, ես նրանց մեջ կամ, նրանք ինձանից են վերցված, Աստծո խոսքը ասում է, որ երբ որ մենք հավատացինք, վերստին ծնվեցինք նրանից եւ ստացանք նոր բնություն, ամեն ժողովուրդ ջան Երբ որ դու վերստին ծնվեցիր, աստվածային բնություն եկավ քո մեջ, որը պետք է զարգացնել եւ օգնել, որ աճի այդ բնությունը։ Միտեղ գրված է, ուզում եմ այդ տեղը բացեմ, կարդամ։ Նրա համար չենք թուլանում, թեև մեր դրսի մարդը փչանա, մարմին արուն չեն մտնելու երկինք, թեև մեր դրսի մարդը փչանա, բայց ներսի մարդը օրեցօր պիտի նորոգվի, այն ներսի մարդը, որը ծնվել է նրանից, Տերն ասում է ուզում եմ ամեն օր նորոգվի, աճի, զարգանա, մինչև իմ պոլնի նմանությունը, ով ամեն ասում, դրա համար Տերն ասում է ձեր մարմնի համար դուք շատ եք հոգտանում, լավ է, բայց ասում է թեև այս մարմինը ինչ էլ անեք փչանալու է գրված է, բայց մեր ներսի մարդը գնալով օրեցօր նորոգվելու է, դրա համար 5 տարի առաջ քրիստոնյային տենում ես, մեկ է տենում ես 3 տարի հետո ինքը նույնը չի, ով ամեն ասում, տենում ես մի տարի հետո լրիվ ուրիշ է, գիտեք խի, նրա ներսի մարդը աճել է, նրա ներսի մարդը Քրիստոսին ավելի է նմանվել, ասում ես եղբայրս, բայց դու փոխվել ես, բայց չգիտես ինչն է փոխվել, տեսքով բանով սա նույնն է, բայց ներսի մարդը աճել է, ներսի մարդը նորոգվել է, ամեն ժողովուրդ սա է ուզում Տերը, այն ներսի մարդու վրա լինի մեր ուշադրությունը, որ երբ որ կանգնենք, ու Տերը այդ ներսի մարդի մասին է խոսալու, երբ որ ասի ճանաչում եմ կամ չեմ ճանաչում, ամեն ժողովուրդ ջան, դրա համար այսօր ամեն ինչ անենք, որ այդ ներսի մարդը նորոգվի, վերջի տեղը, որ ուզում եմ կարդամ, դուք մարմնով չեք, Հռոմեացիս 8:9 խոսքից, դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակված է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ, Աստծո մեր մեջ բնակվելը ոնց գիտենք, Սուրբ Հոգու միջոցով, որ մեր մեջ բնակվում է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա չի պատկանում Հիսուսին, հանգիստ կարելի ասել, որ ինքը չի մտնի, ով որ Քրիստոսի հոգին, բայց շատերը հենց ասում են Քրիստոսի հոգին, մի անգամից հասկանում են լեզուները մենակ, ով հասկանում, դե որ լեզուներով խոսում հաստատ երկինք կա մտնելու, ուշադիր եղեք, դա շատ կարևոր պարգևներ է, բայց երբ որ նաև ստեղ ասում է, ով որ Քրիստոսի հոգին չունի, նաև նկատի ունի նրա բնությունը, ով որ չունի, այդ հոգու բնությունը, այն հոգին, մտածելակերպը, արժեքները, Քրիստոսի այդ եղածը, հարստությունը, այդ գանձը աղաջան աղբերը քարոզես սերենգայում, որ այդ գանձ այս կավի ամբանների մեջ կրում ենք, եկեք այդ գանձի առավելությունը տենանք,
Ասում է այդ գանձից է մեր առավելությունը, դրա համար զորության առավելությունը մեզ չի պատկանում, այլ Քրիստոսին։ Դրա համար ով պարծենում է, Քրիստոսով պարծեցի։ Ինչ որ մի բան, որ քո կյանքում կատարվում է, միշտ հասկացի, դա Քրիստոսի շնորհիվ է։ Դա նրա շնորհիվ է, որ քո մեջ բնակվում է։ Որ մի բանի կարող ես, դա Քրիստոսի շնորհիվ է, որ քո մեջ է։ Հին ուխտում, սիրելիներ, գիտեք ինչ էր ասում, որ գնաք տներ, տենակ Տերը ձեզ տներ տա, շատ հարստություն տա, երբեք չասես սա իմ ուժով արեցի, սա իմ կարողությամբ արի, որտեվ ասում է Տերն էր քեզ կարողություն, միտք, ուժ, մտածելակերպ տվողը։ Ամեն շուրջան։ Ինչ որ կարողանում ես, այն նրա շնորհիվ է, որ քո մեջ է։ Հալելույա Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք։ Ասա Տեր, ես ուզում եմ այս ամենը իմ մեջ ձևավորվի։ Եթե մեկը տենում այս բաները չկա, գիտեք Պողոս առաքյալը գալիս էր եկեղեցիներ, ասում էր, հա լավ է, քանակ կա եկեղեցիներում մարդիկ կան, բայց ասում էր մարմնավոր եք ռուսեն պլացկի, որտեվ ասում է ձեր մեջ նախանց, հակառակություն տարբեր բաներ կա։ Դաժե չեմ կարողանում ձեր հետ խոսել որպես հոգևորների։ Ես հավատում եմ հոգևոր բառը Աստվածաշնչի նաև նկատի ունի նրան, ով ում ներսի մարդը գնալով մեծանում է։ Հոգևոր մարդը այն մարդը, ում մեջ Քրիստոս է բնակվում ու ապրում։ Պողոս առաքյալի ասածների շենք, այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոս իմ մեջ։ Եվ խի ասեց հեռու գնացեք, ինձանից անօրենություն գործողներ։ Սիրելի քուրիս եղբայրեց, Աստծուց ծնվածը մեղք չի գործում։ Եթե փակագծերը բացենք, մեղքի մեջ շարունակ չի մնում։ Մեղքի կյանքի կենսաձև օբրազ չի վարում։ Եթե այս մարդիկ մարգարեության հետ մեկտեղ նաև գնում էին մեղքի մեջ էին ապրում, հաստատ Քրիստոս նրանց մեջ ձևակերպված չէր եւ չկար։ Դրա համար ասում որ Հիսուսի հետ հոգին չունի, նա նրանը չի։ Ուզում է մարգարեանա, ուզում է դևերանի, ուզում է ինչ ուզում անի։ Եթե անօրենություն է գործում ու շարունակ, չի ոչ թե մենք սաղ սխալվում ենք, սիրելիներ, ամենաս հասկանում եք, բայց Աստծուց ծնվածը մեղքի մեջ շարունակ չի գնում։ Դրա համար եկեք ասենք Տեր, ինչ էլ արել ենք ների մեզ։ Մենք պարտական չենք մարմնին, այն հին բնությանը, որ Ադամից ժառանգել ենք։ Մենք պարտական ենք այն նորին, որ մեր մեջ ծնվել է։ Ասում եմ, երբ որ դուք արդեն Քրիստոսին ընդունեք, ինչու եք հնազանդվում աշխարհային շատ սկզբունքների, հիշում եք սելներ, մի կեր, մի խմի, տարբեր բաներ, ասում եմ, այս աշխարհի սկզբունքներին ինչու եք հնազանդվում, եթե մեռակ այս աշխարհի համար, մենք ապրում ենք նրա համար։ Պողոս առաքյալն ասում է, ապրեմ նրա համար եմ ապրելու, մեռնեմ նրա համար եմ մեռնելու։ Տերը օրհնի ձեզ Ժորժ ջան, օրհնյալ լինեք։